Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ ջան։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն իրենց sense համանցանցում, sense տարածվող ինչ որ վերնագրեր, խոսույթներ, հարցազրույցներ, խոսքով sense համանցանցում բաներ եմ նկատում, որից ներվայնացնում է։ Եվ ուզում եմ ես այն ինչ որ ես նկատում եմ, այդ թեմայի վերաբերյալ ես ուզում եմ իմ ձևով, իմ լեզվով բարձրաձայն արտահայտվեմ եւ մի քանի րոպե իրար հետ խոսակցություն ունենանք։ Ուրեմն ինչ են ասում։ Ու դա գիտես ինչ տարբեր տեղերից է, ես չգիտեմ, փիլիսոփաներ, ամենագետներ, հեռատեսներ, որ ասենք 10 տարի հետո իրանք հստակ պատկերացնում են որտեղ ինչ ծաղիկ պետքա ծաղկի, այդ ամեն ինչը մարդիկ գիտեն, չգիտեմ, այդ բլոգերներ, լրագրողներ, ամեն մեկը իր տեղը սենց իր ֆանտազիաներով Այս հարցը sense դնում վերցնում է։ Okay, դուք ձեր ֆանտազիաները, դուք ձեր բանը ոչ ոք, ոչ մեկի կարծիքի վրա չի բռնանում, չի դիմանում, բայց մենք պետք է մի հատ դուրս գանք, հլա մի հատ գիտես, թող այս բոլորը, այս լավ, այս ձևական խոսակցությունից դուրս եկեք։ Այն որ վայ, ոյ, այն որ քնքուշ գրական խոսույթով կյանքի խոսքեր եք արտահայտվում։ Մարդիկ, այն որ դուք օրերով նստում եք ժամերով, կյանքի խոսքերից բաներ եք կանկիր անում ու կցնում իրար, ու մի հատ էլ աշխատում եք, որ sense շատ գեղեցիկ հայերենով, շատ գեղեցիկ հայերենով հանդես գաք ու հանդես եք գալիս, բայց գիտե, մի հատ ազատվեք այդ ձևականությունից ազատվեք, եկեք ամեն մեկը ձեր ոչ, եկեք ամեն մեկը ձեր ոչ, ձեր ազատ ոչի մեջ եւ ձեր ազատ ոչով առանց որևէ մեկի նմանվելով, ինչ որ ձևականության մեջ մտնելով, ձեր խոսքը արտահայտվեք։ Խի դուք որ դες մտածում եք, մանվել, ասում են մանվել տարասխալներով, գրառում ես, ասում եմ, հա, գիտեմ, մանվելը դրանից ամանչում է, այո, ամանչում է, բայց նաև մանվելը իր ձևով, մանվելը խոսալուց էլ է տարասխալներով խոսում, բառերը ոչ ճիշտ ձևակերպում, բայց մանվելը իր ոչի մեջ է իր ազատ, մանվելը ինչ ասում է իրից սրտից բխող խոսքերն է ասում, մանվելը տարասխալներով է ասում, բայց անկեղծ է ասում, որի տակ տիրում է անկեղծությունը։ Այլ ոչ թե նստում ստեղ ընդես սրան դմանում գեղեցիկ հայ, ոյ, ցես գեղեցիկ հայերենով մտնում երկու բան գնում կամ երկու բառ խոսում ու հետո գնում այնու որ աջակցում է իրական Հայաստանի իրական առաջնորդին ասեն եթե աջակցում է գնում հետո իրական Հայաստանի իրական առաջնորդի հետևից հոխորդում։ Մի հատ գիտեք հիմա մի հատ դուրս եկեք։ Ես սիրում եմ ազատ ոչի մեջ։ Ազատ, ես իմ ոչի մեջ, ես իմ դերի մեջ եմ, ես չեմ ուզում մտնեմ ուրիշ դերի մեջ, ես չեմ ուզում ուրիշի նմանվեմ ամենամեծ հարգանքով բոլոր ուրիշների նկատմամբ, ես կամ այն ինչ կամ, ես սրա վերաբերյալ, ասում են, ոյ, հարցակվել են եկեղեցիների վրա, մեր սուրբ մշակույթի վրա, մեր սուրբ մշակույթների վրա, այ ասում են, եկեղեցին եղել է, պետություն չի եղել, եկեղեցին եղել է, թագավոր չի եղել, եկեղեցին եղել է, Ջորջ ջան, այո, թագավոր չի եղել, Հայաստանի Հանրապետություն եղել է, եկեղեցի եղել է, հայ մարդ եղել է, այո, պետականություն չենք ունացել, հայ մարդ եղել է, Հայաստանի Հանրապետություն եղել է, եկեղեցին եղել է, խնդիր ինչու՞մն է։ Սիրելի մարդիկ, այսօր Թուրքիայում հայկական եկեղեցիներ կան։ Սիրելի մարդիկ, այսօր Բաքվում հայկական եկեղեցի կա։ Սիրելի մարդիկ, ով է եկեղեցուն կպնում։ Ով է եկեղեցուն կպնում։ Ասենք եթե թեմային տալիս ես գնահատական, եթե Աստծո տան մեջ ինչ որ մի հատ կեղտոտություն է նկատվել։ Եթե Աստծո տան մեջ մի հատ անկյուն է նկատվել, որ այդ անկյունը զբաղեցրել է որպես, չգիտեմ, մուսրի աղբի տոպրակների տեղ։ Եթե խնդրին թեմային տվցվել է գնահատական, ու այդ գնահատականը ում որ տվցվել է առաջին հերթին համացածում տարածված լուսանկարներով, որ մենք տեսանք, որ եկեղեցու մի հատ անկյուն Աստծո տան մեջ ինչ որ մի հատ անկյուն զբաղեցնում է որպես հենց, չգիտեմ, աղբի անկյուն է, էլի, սենց որտեղ աղբ են դնում, չգիտեմ, սավոք են դնում, ավել են դնում, մուսրի մեշոկներ են դնում աղբի, որ ասենք այդ խնդրին գնահատական է տվցվել։ Նախ այդ գնահատականը առաջին հերթին վերաբերվում է Գարեգին բին,
Երկրորդը վերաբերում է տվյալ եկեղեցու հոգևորականին։ Տվյալ եկեղեցու հոգևորականին։ Բայց տեր գնա Սարգսյանը որ մի հատ հարց տվեց, որ ասում է, չգիտեմ ինչ ասեց, այն տերը որ ասում է, ես եմ եկեղեցու տեր ու տիրակալը, ես եմ այս տարածքի սեփականատերը, ոնց ուզեմ, ինչ ուզեմ, այն կարամ անեմ։ Բայց դուք եք, իհարկե դուք չեք, եկեղեցին դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, դա հայ մարդու սեփականությունն է, ոչ թե անհատական ինչ որ սքեմի տակ թաքնված խուժան տերտերի։ Շատ եք ուզում իմանալ ով է եկեղեցու տերը։ Աստված է եկեղեցու տերը։ Ու ոչ մի անբարոյականի վաստակ թող իրա վրա չվերցնի, որ ինքն է եկեղեցու տերը ու ինքը պետք է որոշի ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, ով մտնի, ով հենի, ամենայն վատ մարդը, ամենայն խուժան, հանցագործ, մարդասպանը իրավունք ունի մտնի եկեղեցի եւ ոչ ոք իրավունք չունի իրեն արգելելու ու ոչ մի տեր իրավունք չունի իր վրա իրավունք վերապայի ասի ես եմ եկեղեցիների տեր ու տիրակալ այս տարածքի ու մի հատ ասեն լա մի հատ կադաստրի թուք տենան ո՞նց ես դու ասի թքած ունենամ կադաստրի վրա այսինքն թքած ունենա պետական ինչ որ մի հատ ինստիտուտի վրա որովհետեւ կադաստրի կոմիտեն դա իմ ընկալելով պետական ինստիտուտ է ինչպես եկեղեցին ինչպես ազգային անվտանգություն ինչպես ներքին գործերի նախարարությունը ինչպես կրթության մշակույթի սպորտի նախարարությունը ինչպես առողջապահության նախարարությունը բոլորն է պետական ինստիտուտներ են Հարցը գիտեք ինչու՞մն է։ Այո, չենք ունացել պետականություն, եկեղեցիներ եղել են։ Այո, եղել են։ Չենք ունացել թագավորներ, եկեղեցիներ եղել են։ Այո, եղել են, կան եւ լինելու են։ Այո, հայկական եկեղեցիներ այսօր նորից եմ ասում, Թուրքիայի մեջ կան։ Հայկական եկեղեցի Բաքվում էլ կա։ Բաքվում էլ կա։ Այստեղ հարցը, որ անհատակ թեմային գնահատական է տվեցվում, դա չի նշանակում, որ մենք հարցակվել ենք եկեղեցիների վրա։ Եթե հարցակվել ենք միտեղ, ուրեմն հարցակվել ենք նրանց վրա, ովքեր արդեն հարցակվել են եկեղեցիների վրա։ Մենք անհատական անուն ազգանունների վրա ենք հարցակվել, անձամբ ես, եթե հարցակվել եմ։ Ես ոչ թե հարցակվել եմ եկեղեցու վրա, Աստծո տան վրա։ Իմ տան վրա, իմ սրբության վրա, այլ հարցակվել եմ Գարեգին բայի վրա, այլ հարցակվել եմ Գյումրու այդ թեմի առաջնորդի վրա, հարցակվել եմ Բագրատիկի վրա, հարցակվել եմ մի հատ հոգևորական կա, որ անընդհատ հոխորդում այն, որ ասում է ես եմ եկեղեցու տեր ու տիրակալը, ում թույլ տամ, թույլ կտամ, ում կուզեմ, թույլ կտամ, ում կուզեմ, թույլ չեմ տա, ինչ ուզեմ, այն կարամ անեմ։ Լսել եք, չէ՞։ Այդ տեսակի վրա եմ հարցակվել։ Ես ոչ թե հարցակվել եմ եկեղեցիների վրա, ես հարցակվել եմ նրանց վրա, ովքեր արդեն տասնյակ տարիներով հարցակվել են եկեղեցիների վրա։ Ու եկեղեցու համբավը, եկեղեցու կարևորությունը օգտագործում են իրենց անձնական շահերի վրա, իրենց անձնականի համար։ Ովքեր եկեղեցու կարևորությունը, ովքեր եկեղեցու հեղինակությունը օգտագործում են հայ մարդու կողմից մերժված խուլիգան բանդայի մահացած սպանված քաղաքական կյանքը վերակենդանացնելու համար։ Ովքեր եկեղեցիները օգտագործում են Ռոբիկի քարոզի համար։ Ովքեր Ռոբիկի գիրք ավելի շատ են քարոզում, քան Աստվածաշունչը։ Այդ տեսակի վրա ենք մենք հարցակվել։ Անձամբ ես հարցակվել եմ ոչ թե եկեղեցու վրա, այլ հարցակվել եմ Աստծո տան մեջ թաքնված Աստծո կողմից որ ամենայն դաժան պատիժին են ստանալու։ Հարցակվել եմ նրանց վրա, ովքեր 2018 թվականի միջև առեսօրս հոխորդում են սեփական ընտրության վրա։ Ովքեր 2018 թվականից միջև հիմա որ ծվարված են եկեղեցում, Աստծո տան մեջ որ ծվարված են, պահկված են, սքեմի տակ թաքնված։ Այո, ես հարցակվել եմ նրանց վրա, ովքեր եկեղեցու հեղինակությունը օգտագործում են, ովքեր եկեղեցու կարևորությունը, հեղինակությունը օգտագործում են ու 2018 թվականից միջ առեսօրս հոխորդում են սեփական ընտրության վրա, հոխորդում են հայ մարդու սեփական իշխանության վրա, կասկածի տակ դնելով հայ մարդու ընտրության լեգիտիմությունը, հոխորդում են հայ մարդու սեփական իշխանության վրա, ովքեր 2018 թվականից միջ առեսօրս հոխորդում են այո իրական Հայաստանի իրական առաջնորդի
հասցեին, իր ընտանիքի հասցեին, իրենց աջակցողների հասցեին, իրենց ընտրողների հասցեին, եւ արդեն ասում են, օй, դրանց ընտրողները պետք է եկեղեցիներ չմտնեն։ Դրանց գաղափարը, այո, ես կիսում եմ վարչապետի գաղափարները։ Կիսում եմ 100%-ով եւ հպարտ եմ, որ կիսում եմ իր գաղափարները։ Այո, ես կիսում եմ իրականս Հայաստանի իրական առաջնորդից գաղափարները 100%։ Դե թող մի հատ անբարոյականի վաստակերնի սքեմի տակ թաքնված ինձ արգելի, որ ես մտնեմ իմ օջախ, Աստծո տունս։ Ես Աստծո հետ ամեն օր եմ ուղիղ կապի մեջ, առանց բագրատիկների, գարեգին բյերի միջնորդության եւ պաստերտիկության։ Ես իմ Աստծուս հետ ամեն օր, ամեն վարքյան ուղիղ կապի մեջ եմ, եւ ես հրաժարվում եմ գարեգին բյերի նման միջնորդությամբ, պաստրետնկությամբ, որպեսզի ես կապ հաստատեմ Աստծոս հետ, ոչ, ես առանց իրանց եմ ամեն օր ուղիղ կապի մեջ Աստծուս հետ, առանց այդ պաստրետիկների։ Ժորժ ջան, սա ցանկացած աստվածապաշտ հայ մարդ պետք է հաստատակցի, որ անբարոյականությունն է ուղղակի, որ բագրատիկներին, գարեգի բյերին, այդ լեննականի թեմի առաջնորդին, մի քանի օրվա առաջվա մեզ հայտնի համացածում տարածված են խուժան կեցված ունեցող տերտերներին տանեն եւ կապեն եկեղեցու հետ։ Դա ուղղակի կլինի անբարոյականություն, Աստծուն ոչ հաճելի, Աստվածաշնչին ոչ հաճելի բան կլինի։ Անձամբ ես տարանջատում եմ Աստծո օջախը գարեգին բյից, բագրատիկից, այն լեննականի թեմի առաջնորդից։ Ես այդ խուժանի անուն ազգանունը միշտ մոռանում եմ։ Դեմքի նայում ես, զզվանքդ գալիս է, դեմքի նայում ես, լեքսիկոնը լսում ես, փողոցային խուլիգանից ոչինչով չես տարբերում։ Ես դրանց տարբերում եմ եկեղեցի Աստծո տներից։ Եվ հավատացյալ մարդիկ, այո, պետք է փրկեն Աստծո տները, պետք է փրկեն հայկական եկեղեցիները գարեգին խուլիգան մաֆիայի արևանգությունից։ Եվ այո, եկեղեցիներից պետք է դուրս չպրտվեն բոլոր նրանք, ովքեր եկեղեցու հեղինակությունը օգտագործում են իրենց անձնականի համար, ովքեր եկեղեցու հեղինակությունը, կարևորությունը օգտագործում են հայ մարդու կողմից մերժված խուլիգան բանտայի քաղաքական կյանքը վերակենդանացնելու համար, դրանց քարոզանելու համար, ովքեր եկեղեցու նորից եմ ասում համբավը կարևորությունը արժեք օգտագործում է հայ մարդու սեփական իշխանության հասցեին հոխորդալու համար, ոռնալու համար։ Ասում է իշխանությունը ինչ գործ ունի, որ խառնվում է եկեղեցու գործերի մեջ։ Իշխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ձևավորված իշխանությունը, հայ մարդը գնացել է անդրատեղամաս եւ իշխանության ճակատագիրը որոշել է, որ այո, վարչապետի ճակատագիրը որոշել է, որ վարչապետը պետք է լինի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Բա որ իշխանությունը ով է, կառավարությունը ով է, բա որ վարչապետը ով է, որ պետք է խառնվի եկեղեցու գործերի մեջ։ Բայց սքեմի տակ թաքնված խուժան, գարեգին բյին պետք է կրտել։ Գարեգին բյին պետք է կրտել։ Այդ խուլիգանին պետք է կրտել, հենց Աստծո տան պատ, ոչ թե Աստծո տան մեջ, Աստծո տան պարիսպից դուրս, պարիսպի տակ, գարեգին բյին պետք է կրտել, քոր բրիտվով պետք է կրտել, բա որ իշխանությունով է, բա որ վարչապետը, որ հայ մարդու կողմից է ընտրվել, որ վայելում է հայ մարդու վստահությունը, որ հայ մարդու ընտրության շնորհիվ է ինքը վարչապետ, բա որ ինքը ով է, որ խառնվի, կամ իրերին իրենց անունով կոչի, կամ որ թեմային, որ գնահատական տա, խնդրին, որ տալիս է գնահատական, բա դու ով ես, որ քիթդ մցրել ես կառավարության հետույքը, բա բագրատիկ, գարեգին, սենց ասեմ էլի, որպեսզի բոլորի անունները չտամ, ես դրանց անունները չգիտեմ էլ, կարճ է կոնկրետ, գարեգին բյ եւ գարեգին բյի մաֆիա, դուք ով եք, ում դռան շունը, որ քտերը կողել եք հայ մարդու հետույքը, ով եք, բա դուք ով եք, որ անընդհատ օրը 24 ժամ հոխորդում եք իրական Հայաստանի իրական առաջնորդի հասցեն, դուք ով եք, տենց անձմխելի անձ եք,
Ձեր պետությունը ուրիշ պետություն է։ Ձեր սահմանադրությունը ուրիշ սահմանադրություն է։ Դուք այս պետությունից առանձին պետություն եք։ Այդ գողական է գնում արա, ձեր օրենքները այդպես մի հատ ուրիշ օրենքներ է, պրեզնատ չեք գալիս պետության օրենքներին, արա։ Այս պետության սահմանադրությանը պետության օրենքներին պրեզնատ չեք գալիս, գողական է գնում, գարեգին բ։ Օրենքները ուրիշ օրենքներ է։ Ո՞րն է օրենքդ։ Ո՞րն է որոր հայ մարդու ընտրու ձայն աստծո ձայն բազմած, ձայն աստծո ձայն բազմած, որ դրել ես կասկածի տակ ու հոխորդում ես, էդ է օրենքդ, որ տարբերություններ ես դնում, ով վարչապետի կարծիքը կիսում է, նա պետք է եկեղեցի չմտնի, էդ է քո օրենքը, թե որ եկեղեցու համբավը կարևորությունը արժեքը օգտագործում ես անձնականը շայրի համար, թե որ եկեղեցու աստծո տունը, աստծո տան արժեքը կարևորությունը օգտագործում ես իմ եւ իմ նման 100,000-ավոր քաղաքացիների կողմից մերժված խուլիգան բանդայի սատկած քաղաքական կյանքը վերակենդանացնելու համար, հա? Գարեգին բ, որ շուտով պետք է կրտվես, քեզ պետք է կրտել, ինչպես դու, այդպես էլ քո շեֆերդ կամ շեֆդ, այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը նույն ինքը հայ մարդու այրան կարոտը, ինչպես ինքը չի կապունացել Հայաստանի Հանրապետության հետ, հայ մարդու հետ, հայոց լեզվի հետ, հայ մերի հետ, խաչակնքվելու հետ, ուղղակի ուղիղ կապը հաստատել Հայաստանի Հանրապետության հարստության հետ եւ արժեքների հետ, հարստացել եւ հարստացրել է իր խուլիգան բանդային, այդպես էլ դու Գարեգին բ, դու եւ քո մաֆիան ոչ մի կապ չունեք Աստծո հետ, ոչ մի կապ չունեք Աստծո օջախների հետ, ուղղակի մեզ բոլորիս հայտնի բոլոր պատճառներով դուք ինչպես այդ թվականներին ձեր սիրելի խոխա Ռոբերտ Քոչարյանը գնդակահարեց Հայաստանի Հանրապետության ապագան եւ արևանգեց Հայաստանի Հանրապետության հայ մարդու իշխանությունը, այդպես էլ դու հենց այդ օրերին, այդ ժամերին արևանգեցիր Աստծո օջախները։ Եվ ինչպես Ռոբիկը ոչ մի կապ չհաստատելով հայ մարդու հետ, հայոց լեզվի հետ, հայկական ադաթների հետ, ձեր լեզվով ասեմ այս ադաթը, որ Ռոբիկը հասկանա, ոչ մի կապ չհաստատեց ուղղակի Հայաստանի Հանրապետության հետ, ոչ մի կապ չհաստատելով կապ հաստատեց Հայաստանի Հանրապետության հարստության հետ, հարստացավ եւ հարստացեց իրենց կիլլերներին, Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց նիվիրաբերեց ցարին, այդպես էլ դու Գարեգին բ ասելով որևէ մեկը թող չհասկանա, որ մենք ասում ենք եկեղեցի կամ եկեղեցուն ենք բան ասում։ Սիրելի մարդիկ, Գարեգին բ եւ եկեղեցիները այնքան տարբերություն կա, ինչքան խոզի եւ տուրնիկի մեջ, եւ իմ կողմից մեծ մեղ կլնի Գարեգին բ-ին եւ իր մաֆիային ես համեմատեմ եկեղեցու հետ եւ տանեմ փորձեմ կապեմ իրար, մեղ կլնի, ես չեմ ուզում այդ մեղքի տակ մտնեմ եւ ոչ մի հավատացյալ մարդ թող այդ մեղքի տակ չմտնի։ Ուզում ենք մենք մեր մեղքերը քաված լինենք, ուրեմն մեր սուրբ օջախները Աստծո տները պետք է ազատագրենք խուլիգան Գարեգին բ-ի ներկայությունից, բագրատիկների ներկայությունից։ Սա է միակ ճիշտ հավատացյալ մարդու միակ ճիշտ պահվածքը եւ բարձր պատասխանատվությունը մեր սրբությունների վրա, այս դեպքում Աստծո օջախների, եկեղեցիների վրա։ Սիրելի մարդիկ, սիրելի Facebook-յան ընկերներ, սիրելի հայրենակիցներ, դες ոչ ուզում եմ գոռամ, ոչ ուզում եմ ծվամ, արդեն այս գլանները զուրրել այլ արդեն գոռալու տեղ չկա։ Ուղղակի տենց գեղեցիկ հայրենով տենց ամեն մեկը մի ինքնահաստատվեք ու բոլորից լավ իմացեք, որ դուք բոլորից լավը գիտեք, որ դուք բոլորից լավ եք տիրապետում ամեն ինչ,
Շատ մեծ կարծիք մի ունացիք ձեր մասին։ Շատ մեծ։ Իսկ ինչ մնա եկեղեցիներին որևէ մեկը չի կպնում։ Ընդհակառակը կպնում են արդեն եկեղեցիներին կպածների։ Անհատական անուն ազգանունների անձերի են կպնում, այլ ոչ թե անշարժ գույքի։ Անձամբ ես չեմ կպնում անշարժ գույքի։ Ես կպնում եմ անհատական անձի, շարժական անձի, որի մեկի անունը Գարեգին Բ է։ Մյուսինը Բագրատիկ է, մյուսինը չգիտեմ անունի չէ։ Դες մի 7 հոգի կա, որ անձամբ ես իրանց եմ կպնում։ Անհատական, շարժական անձերի եմ կպնում, ոչ թե անշարժ գույքի եմ կպնում։ Անշարժ գույքը նկատի ունեմ Աստծո օջախը, եկեղեցին։ Որ այդ անշարժ գույքից, Աստծո օջախից, ինչպես Հայաստանի Հանրապետությունում է, այդպես էլ բոլոր մոլորակի վրա ինձ թվում է այդձև տեղ չկա, որտեղ հայ է բնակվում, որ Աստծո տուն չլինի, հայկական եկեղեցի չլինի։ Այդ դեպքում նաև կա Թուրքիայում, կա նաև Ադրբեջանում, Բաքվում այո կա։ Եթե ինչ որ մեկը կարա ասի չկա, ինքը լկտի սուտ կասի։ Մեր խնդիրը հայ մարդու խնդիրը, աստվածապաշտ մարդու խնդիրը եկեղեցին չէ։ Մեր խնդիրը եկեղեցիները իրենց անձնական շահերի համար օգտագործողների հետ է։ Եկեղեցիների հեղինակությունը բացի իր բուն թեմայից շարքելու համար, որ բոլոր թեմաների մեջ sense կողում է Բագրատիկը, Գարեգին Բ-ն, բոլոր թեմաների մեջ կողում է ու sense եկեղեցու, չգիտեմ, դիրք օգտագործելով sense եկեղեցին sense մցնում ամենտեղ, այ մեր խնդիրը իրանց հետ է, որ այ սքեմի տակ թաքնված անբարոյականի վաստակներ։ Դուք Աստծո ծառաներն եք, թե քոչոյի ծառաներն եք։ Գարեգին Բ, Բագրատիկ Լեննականի Գյումրու թեմի առաջնորդ, մի հատ կարա կողնորոշվեք։ Դուք Աստծո ծառաներն եք, թե Ռոբիկի ծառաներն եք, թե Սերժիկի ծառաներն եք, թե Ցարի ծառաներն եք։ Կարաք մի հատ կողնորոշվեք, ում եք ծառայում դուք, ում ծառաներն եք։ Ես մի բան գիտեմ, դուք կարաք լինեք բոլորի ծառաները, բացու Աստծո ծառա լինելուց։ Դուք Աստծո ծառան, դուք այո բոլորի ծառաներն եք, դուք կարա Գարեգին Բ-ն կարա Ռոբիկի ծառան լինի, կարա Սերժիկին լինի, կարա Ցարին լինի, կարա չգիտեմ ում շատերի ծառան ինքը կարա լինի, բայց Գարեգին Բ-ն, մասավաճառ Բագրատիկները Աստծո ծառաները չեն կարող լինեն, չեն կարող։ Իրանք շատ կարան Աստծո տաները, Աստծո տան հեղինակությունը օգտագործեն իրանց անձնական շահերի համար։ Իրանք շատ կարան Աստծոն տան հեղինակությունը, կարևորությունը, արժեքավոր կարևորությունը օգտագործեն, որպեսզի վրեժ խնդիր լինեն աբիժնիկության լծված, օգտագործեն, որպեսզի վրեժ խնդիր լինեն հայ մարդու ընտրությունից, որպեսզի հոխորդան, ոռնան, իրական Հայաստանի իրական առաջնորդի հասցեին, ընտանիքի հասցեին։ Հավատացյալ մարդիկ պետք է ազատագրեն Աստծո սուրբ օջախները։ Հավատացյալ մարդիկ, հայ մարդը պետք է հելնի ոտի եւ ազատագրի Աստծո սուրբ օջախները մեզ գադագյուդեքի արևանգությունից։ Հայ մարդը ինչպես ոտի կանգնեց, հայ մարդը ինչպես ոտի կանգնեց եւ ազատագրեց Հայաստանի Հանրապետության ինստիտուտները կառավարության շենքից վերջացրած, ազգային անվտանգությունով վերջացրած, ազատեց պետական ինստիտուտները չարիքից եւ կաբինետներից դուրս վռնդեց այդ ինստիտուտների հետ որևէ կապ չունեցածներին, ովքեր տարիներ շարունակ այդ ինստիտուտները օգտագործում են իրենց ազգական շահի համար, հիմա էլ հայ մարդը պետք է հելնի ոտի եւ այս անգամ է Հայաստանի Հանրապետության ինստիտուտներից կարևորագույն ինստիտուտը, այսինքն Աստծո օջախները, եկեղեցիները։ Ազատագրի Գարեգին Բ-ի եւ Գարեգին Բ-ի մաֆիայի ներկայությունից։ Սա է հայ մարդու հավատքի փրկությունը, սա է աստվածապաշտ, սա է Աստծո օջախների փրկությունը։ Որպեսզի Աստծո օջախներից վարկյան առաջ, եթե իրանց համոզկանքով չերանան, դուրս վռնդվեն Աստծո օջախների իրենց անձնականի համար շարքողները, օգտագործողները։ Աստծո տաները հայ մարդու
Անտրության վրա վրեժխնդիր լցված, որ Աստծո տները օգտագործում են։ Դրանց անունները Գարեգին Բ, Բագրատիկ եւ տես մի 6 հոգի, որոնց անունները ես չեմ հիշում։ Եվ որևէ ցանկություն չունեմ մտաբերելու իրենց անուն ազգանունները։ Եվ Գարեգին Բ-ն պետք է հեռանա։ Գարեգին Բ-ն պետք է Աստծո տան պատերի Գարեգին Բ-ին պետք է Աստծո տան պատի տակ կրտել։ Կրտելը գիտեք, չէ՞, ինչ Ժորժ ջան։ Կրտելը դա կրտելն է։ Կրտել, քոր բրիտվով կրտել։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինել։ Ուրեմն ես ասում եմ եւ միշտ ասելու եմ։ Մեծ մեղ կգործենք, եթե Գարեգին Բ-ին Բագրատիկներին տանենք եկեղեցիների հետ համեմատենք։ Մեծ մեղ կգործենք, եթե Գարեգին Բ-ին բան ենք ասում, Բագրատիկին բան են ասում, ասեն, օ, եկեղեցում բան են ասում։ Ով է ձեզ բան ասում, ինքը ուրեմն մեծ մեղքի տակ է մտնում։ Եթե անձամբ ես կամ ինչ-որ մեկը Բագրատիկին, Գարեգին Բ-ին բան է ասում, այսինքն իրերը իրենց անունով է կոչում։ Ինչ-որ դե կողից ինչ-որ մեր մարդիկ հայտվում են, տանում են, ասում են, օ, եկեղեցում բան ասեց։ Եկեղեցում չենք ասում։ Գարեգին Բ-ին ենք ասում։ Եթե ես անձամբ Գարեգին Բ-ին բան եմ ասում, ինչի եք ասում եկեղեցում բան ասեց։ Անբարոյականի կերպար է, վաստակ է այն մարդիկ, ովքեր եկեղեցում բան են ասում, բան են ասել կամ բան կասեն։ Եթե այս պետությունում մեկը կա, որ եկեղեցում բան է ասել, բան է ասում, դա Գարեգին Բ-ն է, Բագրատիկն է, եւ դրանց նման մի 13-12 սքեմի տակ թաքնված գետագյուտեք են։ Մենք ոչ թե եկեղեցուն ենք բան ասում, մենք արդեն եկեղեցիներին բան ասած, միջև մեր բան ասողներին ենք բան ասում, այլ ոչ թե դա տարանջատեք։ Դուք միջև հիմա չեք հասկացել, չեք հասկանում, թե մենք եկեղեցուն ենք բան ասում, թե եկեղեցիներին բան ասողներին ենք բան ասում։ Դուք միջև հիմա չեք հասկանում, մենք եկեղեցուն ենք կպնում, թե արդեն եկեղեցիներին կպածներին ենք կպնում։ Երբ որ կտարբերեք այդքանը, նոր ոռնացեք, գեղեցիկ հայրենով տենց մտեք դերի մեջ, ոռնոցները կապեք։ Մենք եկեղեցուն չենք բան ասում, անձամբ ես ասում եմ եկեղեցիներին արդեն իսկ բան ասողներին։ Մենք եկեղեցին չենք կպնում, անձամբ ես չեմ կպնում եկեղեցուն, չեմ կպնում եւ դրա բարոյական իրավունքն էլ չունեմ։ Անձամբ ես կպնում եմ եկեղեցիներին արդեն իսկ կպածներին։ Հասկացաք։ Եթե չհասկացաք, նորից պետք է ոռնակ ասեք եկեղեցուն են կպնում, անձամբ ինձ համար սերավնո հայրեմ ոնց է։ Անձամբ ինձ համար սերավնո թե դուք ինչ կասեք։ Թե դուք որտեղ ոնց կհոխորթակ ոռնոցներդ կկապեք ու ինձնից ավելի հավատացյալ կձևանաք։ Ամբողջ քրիստոնյա աշխարհում ես ինձնից հավատացյալ ոչ մեկին չեմ ճանաչում։ Ամբողջ քրիստոնյա աշխարհում ինձնից աստվածապաշտ, ով հավատում է Աստծուն, ես որևէ մեկին չեմ ճանաչում։ Ամենամեծ հարգանքով բոլոր քրիստոնյա աշխարհի մարդկանց նկատմամբ։ Խոնարհումս ամբողջ քրիստոնյա ամբողջ մարդկության առջև, բայց ես ինձնից որևէ մեկին աստվածապաշտ ոչ մեկին չեմ համարում։ Ոչ մեկին։ Ուրեմն ավելորդ մարդիկ թող ոռնոցները կտրեն եւ Գարեգին Բ-ն պետք է կրթվի։ Գարեգին Բ-ին հավատացյալ աստվածապաշտ մարդիկ Գարեգին Բ-ին պետք է կրթեն եւ Գարեգին Բ-ին մենք կկրթենք։ Մենք կկրթենք։ Ոսում ենք պետության ինստիտուտին են կպնում։ Պետության ինստիտուտին չեն կպնում։ Պետության ինստիտուտին չեն կպնում։ Այո, եկեղեցիները միշտ եղել են։ Կան, ելեն լինելու։ Հայաստանի Հանրապետությունն էլ միշտ եղել։ 2000, 2300, 1000 հազարավոր տարիներ եղել է։ Հետո այո եղել է, հայ մարդիկ եղել են։ Ասում են առաջի ազգը մենք ենք։
աշխարհը հայից առաջացել, այդ ձև են ասում, որ հայերից խոսում ենք։ Այդ ձև են ասում։ Մանավանդ դաշնակները ասում են աշխարհը հայերից առաջացել։ Okay։ Հայերից առաջացել։ Ինչ ասма բանա, միշտ եկեղեցին եղել է։ Այո, հիմա էլ կա եկեղեցին, էլա լինելու։ Ասեմ իմանաք։ Պետականությունն էլա լինելու։ Հայաստանի Հանրապետության պետականությունն էլա լինելու։ Այդ որ հիմա պետականության ճակատագրի վրա, այդ որ հիմա միակ գույքը որ մնա, միակ հարստությունը որ Հայաստանի Հանրապետությունը մնացել է պետականությունը, որ էդ էլ եք ուզում գույք պարքի դիմաստակ Կրեմլին, սենց ուզում եք պատերազմ հրահրեք, որպեսզի Կրեմլը սպիտակ ձիով գա, որպես խաղաղության աղավնի, ձեզ օգնի, կռիվը սենց դադարեցնի, ասեն, այ ռուսը չներ մեզ կմորթեին, ու պետականությունը այդ սպիտակ ձիով որ եկել է դրա դիմաց, պետականությունը նվերտակ իրան, այդ ձեր ուզած էտիա, չի ստացվելու, չի ստացվելու։ Այդ ոչ թե մենք ենք պետականության ճակատագրի համար սպառնալիք կամ սպառնալիք հայտարարություններ անում, այո հենց Գարեգին բնա պետության, Հայաստանի Հանրապետության պետականության սպառնալիքը Գարեգին բնա, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ոչ թե հայ մարդու սեփական իշխանությունը, այ Գարեգին բնա, այ Գարեգին բնա։ Նիկոլ Փաշինյանն իրական Հայաստանի իրական առաջնորդն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության պետականության ճակատագրի համար դողացողն է, դողացողը։ Գարեգին բն Ռոբիկի ճակատագրի համար դողացողն է, Ռոբիկի։ Ահա եւ տարբերությունը, ահա եւ տարբերությունը ու Գարեգին բն։ Ու այո, հավատացյալ մարդիկ պետք է հորդորեն կոչ անեն։ Հայ մարդիկ պետք է հորդորեն կոչ անեն, այո հենց իշխանությանը, որպեսզի իշխանությունները վերջնականապես այս հարցին լուծում տան։ Որպեսզի իշխանությունները վերջնականապես այս հարցին լուծում տան։ Որպեսզի իշխանությունները ինձ անեն, որպեսզի 30 եւ ավելի տարվա արևանգված աստծո օջախները ազատագրվեն խուլիգան արևանգությունից։ Ազատագրվեն արևանգությունից։ Հակոբյան Արսինե, ընտանիքիդ կեսագրություն այստեղ մի տուր։ Հազար ենք ասել։ Այդ որ տենց գալիս է գեղեցիկ հայերենով տենց բաներ է գրում, մի արի ընտանիքիդ կենսագրությունը մի արի բարձրաձայն կոմենտի տեսքով, բարձրաձայնի վերնագրելով ուրիշի։ Հիմա դու եկել ես Հակոբյան Արսինե, ընտանիքիդ, հորդ, մորդ։ Եկել ես ընտանիքիդ կենսագրությունը բարձրաձայն այստեղ արտահայտվում ես, ու այդ ամենը վերնագրելով այս դեպքում ինձ կամ ինչ որ մի հատ ուրիշի։ Քո ընտանիքիդ կենսագրությունը մեզ չի հետաքրքրում։ Ու արագորեն հեռացիր այստեղից, որովհետև ձեր վրայից զզվելի հոտ է գալիս։ Հասկանում եմ, որ տառապում ես, ուզում ես ուշադրություն գրավես, բայց դու իմ ճաշակով չես։ Ձեր վրայից Հակոբյան Արսինե զզվելի հոտ է գալիս։ Գնացեք, հեռացեք եւ ձեր գարլախ, անասուն, էշ, ընտանիքի կենսագրությունը այստեղ կոմիտի տեսքով մի բարձրաձայնեք, վերնագրելով ինձ։ Հասկացար։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Աստծո օջախները պետք է ազատագրվեն Գարեգին B խուլիգան մաֆիայի արևանգությունից։ Աստծով։ Արսինե Հակոբյան, թուրքը պապատա, թուրքը տատիտա, թուրքը մամատա, թուրքը ոտից գլուխ ես։ Ես չեմ ասում որպես ազգություն։ Որտեւ ես գիտեմ, դու ինձ թուրք ես ասում, դրանով ուզում ես ինձ վիրավորած լես, որպես հայհոյանք։ Դրա համար ես քեզ ասում եմ, որ այս ինչ որ գրել ես, սա ընտանիքիդ կեսագրությունն է։ Փողոցային։ Մի ասենք հասկացանք 8 ժամա գարնանային սրանցումա, հերցը տվել է գլուխդ, եկել ես այստեղ հոխորդում ես, ոռնոցդ կապել ես, որ ուշադրություն գրավես։ Հա, Հակոբյան Արսինե։ Չեք հասկանում։ Նորից ենք ասում։ Ինչքան էլ մի տանջվի, հասկանում եմ խանգարված ես, գարնանային սրացումներ ա, ուզում ես ուշադրություն գրավես, բայց դուք իմ ճաշակով չեք, ձեր վրայից զզվելի հոտ է գալիս։ Շարդ քաշիր եւ ընտանիքիդ կենսագրությունը կոմենտի տեքստով մի բարձրաձայնի ստեղ վերնագրելով ինձ։ Հասկացար, զզվելի մարդ։ Լավ եղեք Ժորժ ջան, այսքանը։ Մեծ մեղք է, այո, բոլոր նրանք մեծ մեղք են գործում, ովքեր Բագրատիկին կամ Գարեգին B-ին համեմատում են եկեղեցու հետ։ Մեծ մեղք են գործում բոլոր այն մարդիկ, եթե ինչ որ մեկը Բագրատիկին բան ասում կամ Գարեգին B-ին, իրերը կոչում է իր անձանով, ասում են, այ եկեղեցուն բան ասեցին։ Այ Հակոբյան Արսինեն թող հստակ գիտակցի, Գարեգին B-ն
Այս որ ընտանիքի կենսագրությունը գրում է, այն որ գարեգին բայի կենսագրությունը գրում է կոմետի տեսքով։ Յանım ինձ ասում վերնագրի։ Այս փողոցային լիրփը հիմա որ sense կոմետներ է գրում։ Իր ընտանիքի կենսա ուզում է ուշադրություն գրավի։ Իմ կողմից ուզում է ուշադրություն գրավի, բայց չի հասկանում, էլի որ ինքը իմ ճաշակով չի, որ իր վրայից զզվալի հոտ է գալիս։ Թող մի բան լավ գիտակցի ու անգաճի նողանի, որ գարեգին բան դուրս է շպրտվելու Աստծո սուրբ օջախից։ Գարեգին բան կրթվելու է։ Եվ այդ ձվերը տալու ենք Հակոբյան Արսինեի ձեռը թող իր համարը զբաղվի։ Հասկացար Հակոբյան Արսինե։ Դե հիմա պապա մամայի կենսագրությունը ստեղ մի տուր այս զզվելի արարած։ Շարդ քաշի։ Ու անգաճի տողարա որ գարեգին բան հեռանալու է։ Աստծո սուրբ օջախից հեռանալու է։ Այդ մի բան անգաճի տողարա։ Լավ է Ժորժը։ Բարի գիշեր ձեզ։